հայրենիք սկսում է մեր սահմաններից, մեր ընտանիքներից։ Հայրենիքի պաշտպանության գործը որոշ պետք է անենք, արտարը ոչ մի բան։ Նորմալ ասաղ, թող չանհանգստանան, փորձենք հասնենք իրենց էլ։ Կանգնած եմ ու կանգնելու եմ միշտ։ Իչեպ ինչքան պետք է լինի։ Ամենաբարձր տեղում է իր համար, ամենագերագույն իր առաքելությունը է ծառայելը։ Հենզել Սաշիկի Բաղդասարյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին, Տավուշի մարզի Պարավաքար գյուղում։ Սաշիկ եւ Ռոզա Բաղդասարյանների ընտանիքի երրորդ որդին էր։ Դեռ մանկուց աչքի է ընկել իր աշխույժ ու հետաքրքրասեր բնավորությամբ։ Տան փոքրն էր եւ նրա շուրջը միշտ սեր ու ջերմություն էր։ Ընկերասեր, ձեռին որ մի բան ինք տալի տան մեր լրիվ ընկերների բաժանում կալի ասեր ընձել դու ասի բա չեմ տվել ասեր չէ, են էլ նեհանց եմ տարե տվել։ Նույնն էլ ես մեծ բախտներ տայց։ Փոքրալել, այս կանալել, որ կոպեկ ինք տալի քիմերի ավտոմատ առնում, հրացան առնում, տենց բաներ ան, քինի մեր ես խաչիտակը ես վիրևի, խաչիտակ ասի ինչ եք անում ընդեղ, մի քան երեխի հետ քինի մեր, նեհանցել էր տալը իրան ենքան ուներ, ենքան առել էր լիքը վերերացում, սհեպի ջուր բաներ էր, սհեպ հրացաններ, հաղալիք, նեհանցել էր բաժանում ու քիմին ընդեղ կրվեն մթեմյանի, այդ խաչիտակերի։ Հազար ուժեղ, շատ պատասխանատու, շատ կարգապահ, ամեն ինչի հանդեպ պիտի ամեն ինչ լիներ իդեալական, թե մաքրությունը, թե հագուստը, թե ընտանիքում ամեն ինչը իր տեղը պետք է լիներ։ Երեխեքի հետ շատ զգուշ, ուշադիր ու միևնույն ժամանակ նաև խիստ։ Տղաների հետ ավելի շատ խիստ, բայց առանձնահատուկ էլ շատ կատակ, ասել շատ երեխեքի հետ հավասար խաղում էր, ոնց որ նայիր մի պահ, թվում էր թե ինքն էլ է երեխեքի տարիքին, շատ էր խաղում երեխեքի հետ։ 1988-ից 1998 թվականներին սովորել է Պարավաքարի միջնակարգ դպրոցում։ 90-ականների Արցախյան շարժման տարիներին դեռ պատանի Հենզելը հայրենիքի նվիրյալների կողքին կանգնած օգնում էր զինամթերք բեռնաթափել։ Այդ տարիներին նրա մեծ սերը երգն էր։ Չունենալով երաժշտական կրթություն, ինքնուրույն սովորել է ակորդեոն նվագել ու տարիներ անց արդեն հիանալի երգում եւ նվագում էր։ Նա սիրում էր, որ հարսանիքին կանչում, մեզ էլի մեր ընտանիքին։ Դուրսինք գալի, որ քինանք իրան հերը ռազի չեր, որ ասեր միրեխ այլա պիրես, որ կյան երեխեքը չեմ գալու ես։ Հենց դուրսինք գալի, որ քինանք ճամփեն տնիկին քրենդի, մրղակին քնեմ է։ Ասեր հիլարեգ ես երկեմ, ես մարդն էլ ասեր չամոթա մարդն կանչել թե երեխա տանանք։ Ուրեմը քինում էր որպես ուտիլի հմարվը, չէ մի հատ բերանի վրա բան չեր տանում։ Քենում էր նվագչքերի կողքին կաղնում, որ ինքը երկասի, իրան էլ հերթսնի այդ միկրոֆոնն իրան տան երկի, ուշկը քեմերի երկասի լիմար, ուրախ, ռեխես, որ գալիս երկե պլավերելում, ասեր, ես նվակ եմ դու երկասա։ Սկզբից էլ հենց ես իրան ճանաչել եմ, դեռ շատ փոքր ենք եղել, որ ճանաչել եմ մենք քաղաքից եւ գյուղ գալուց, այն ժամանակից դեռ ինքը սեր ունեցել երաժշտության հանդեպ, շատ լավ ինքնուս առանց ինչ որ միտեղ սովորելու ակարդեոն էր նվագում, երգում էր
ու սիրում էր ազատ ժամանակիրիկունները հենց նստում էին կամ հյուր էինք ունենում հավաքված հացից հետո անպայման մի բան երգում էր, համ նվագում էր, համ երգում էր։ Միշտ էլ այդ եղել, այդ իր կյանքի անբաժան մասն է, ուղեկցել է իրան։ Մի կողմից երաժշտությունը, մյուս կողմից ծառայությունը։ Ինձ թվում է, եթե գյուղում լիներ երաժշտական դպրոց, ինքը կգնար այդ գծով։ Շատ էր սիրում։ Դպրոցն ավարտելուց հետո Հենզելը զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության Արցախում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել որպես լավագույն նշանառու, արժանացել է շնորհակալագրերի։ 2005 թվականին որոշում է շարունակել իր ծառայությունը, անցնելով պայմանագրային զինվորական ծառայության։ Նա մեծ պատասխանատվությամբ էր մոտենում հայրենիքի պաշտպանի առաքելությանը։ Իր ծառայության ընթացքում Հենզելն արժանացել է բազմաթիվ մեդալների։ 2006 թվականին հաջողությամբ անցել է դիպուկահարների հատուկ դասընթաց Երևանում, որից հետո ավելի հաճախ էր բացակայում տնից, հերթապահելով ու մասնակցելով կարևոր առաջադրանքների։ Շատ հարցեր ա եղել ընտանիքի հետ կապված, երեխեքի հետ կապված, որ ինքը շատ ծնունդներից բացակայել է։ Նույնիսկ տղաներին որոշել էինք, որ տանենք կնքենք, բայց ինքը այդ ընթացքում տագնապիտակ ծառայության էր, ու ես մենակ եմ տարել։ Երեխեքին մենակ տարել եմ, կնքել եմ, մի փոքր տանը հավաքվել ենք առանց իրա։ Ծառայությունը ամենագագաթնակետն էր, դրանց ենքով ոչ մի բան չկար իրա համար։ Նոր դրանց հետո սկսվում էր մնացածը։ Ու շատ առիթներ էլ ա եղել, շատ տեղեր մենակ եմ գնացել, կամ չեմ գնացել, ասել եմ չեմ ուզում մենակ ես չեմ, բոլոր զույգերով են, ես մենակ եմ, մի անգամ տենց խոսակցություն եղավ, ասեցի ամաչում, սա հարցնում են, բա ուր ա Հենզելը, բա չի եկել։ Ասեցի ամաչում, ասեց, վայ, փոխանակ պիտի ամաչես, որ ուրիշները այդտեղ նստած քեֆ են անում, բա որ մենք պոշտ չպահենք, իրանք ոնց կարան անեն, թող իրանք ամաչեն։ Դու գլուխդ բարձր, վեհ ազատ գնա ուրախացեք, երբ որ կստացվի այդտեղ կլինեմ, ես էլ կմիանամ ձեզ, բայց այն օրերին, որ ինքը տանն էր, լիարժեք տանն էր, եթե ինքը ծառայության մեջ չէր, իր ամեն րոպեն, ամեն վայրկյանը ինքը վայելել է, ապրել է, ինքը մի օր, մի ժամ հենց ինձ չի անցկացրել, այդ օրը եղել է տոն, որ տանն է, երաժշտությունը, երգը, ինչ որ տեղ գնանք, ինչ որ հյուրեր գան, ապրել է, իրոք ապրել է, իր այդ կարճ տարիների մեջ ինքը շատ է, մեծերից շատ է ապրել։ Հոպանի մեջ ամենաշատը սիրում է հայրենասիրությունը, ինքը որ գնում էր դիրքեր պահում, ինքը հայրենիքի համար էր գնում բանը մի խոսքի ասենք մարդիկ կան, որ ասենք ինչքան կարան աշխատեն իրանց ընտանիքը պահեն, բայց ինքը իր հայրենիքը ավելի վեր էր դասում ամեն ինչից։ Ինքը մեզ ինչքան կարում էր հայրենասիրություն էր սովորացնում, մեր հայրենիքին նվիրված ենք, խոսքի մենք փոքր ժամանակ, որ երեխեք ենք, տենց կրվում ենք, ասում էր, բա հային կհարվածի։ Ես եղել եմ իր հրամանատար անմիջական, գումարտակի հրամանատարն եմ եղել, ինքի գումարտական ծառայող։ Շատ ընտիր տղա է եղել, շատ ոսկի է եղել ինքը։ Համ մարդկային տեսակետից, համ որպես զինվորական։ Իհարկե լրիվ հրամանատարության ընկերության կողմից մեծ հարգանք ա ունեցել ինքը։ Միշտ կատարել է իրան մարտական խնդիրները։ Շատ հոյակապ զինվորական, հայրենասեր, իրան գործին նվիրված, իրան գյուղին, երկրին նվիրված, ամեն ինչով հատկանիշներով դեպի լավը։ Մեր եղել է մեր մարտական ընկերը, տարիքային տարբերություն եղել է, բայց կապ չի ունեցել, ինքը միշտ մեզ հետ է։ Հետախույզ դիպուկահարի մասնագիտությունը նրա համար ոչ միայն աշխատանք էր, այլև կոչում։ Տարիների ընթացքում Հենզելը անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, որոնցից վերջինը 2019 թվականին Չինաստանում։
Վերադառնալով շարունակել է ծառայությունը հատուկ նշանակության զորքերում։ Դիրքեր բարձրանալուց անընդհատ ինքն էր հավաքում իր պայուսակը, շատ կոկիկ առանց զլանալու հավաքում էր իրերը, հագուստնա, ինչ որ կար։ Անենց ակուրատնի սենց կոկիկ դասավորում էր դնում էր կիսուրս մի օր սենց նայեց, միջև վերջ սուս նայեց, հավաքեց, վերջացրեց, ասեց նայում եմ, ասում եմ, չես էլ ալարում, այդքանը տենց 14 օրը մեկ արանքում էլ ինչքան կանչում են, հավաքում ես, տանում ես, բերում ես, չես ալարում։ Պտտվեց, ասեց, մամ, ես էսի փողի համար չեմ անում, մենք պետք է մեր հայրենիքը առանց աշխատավարձ ստանալու էլ պաշտպանենք ու ծառայենք։ Էս իմ համար աշխատանք չի։ Ես որ մի հատ մի կոպեկ էլ չտան, ես էլի կանեմ։ Անընդհատ ասում էր 20 տարին լրան անցնեմ ծառայությանս, կանցնեմ թոշակի, բայց էլի ծառայելու եմ, ես առանց հողի չեմ կարա։ Ինքը չէր կարողանում, ուղղակի իր ապրելակերպն էր ծառայությունը։ Այս ժամանակ իմ հայրիկը ինձ շատ սիրում էր, հենց գործի տեղից գալիս էր, ինձ գրկում էր, ինձ շատ սիրում էր։ Ինձ նվերներ է շատ նվիրում, ձմռան ինձ շատ նվերներ է նվիրում և տանում էր խաղալու տեղ։ Մենք իրան շատ սիրում ենք, ինքը մեր հետ ընտանիք էր։ Ասենք պատասխաններ ա եղել, որ հակառակորդին պետք է տանք, էդի մենակ իրա միջոցով ա կատարվել։ Պես ընկեր ինքը նորից եմ ասում շատ լավ ընկեր ա եղել, որովհետև իր շրջապատը, իր հետի զինծառայողների հետ, բոլորի հետ եղել է որպես աղբեր։ Իսկ որպես զինվորական ինքը, եթե պետք է եղել առաջադրանքը կատարել, ասենք ինքը որպես համարվել է դիպուկահար, միայնակ ա գործել։ Եթե կարա երկու դիպուկահարով գնա առաջադրանքը կատարելու, ինքը միշտ թեկուզ դիմել է ինձ կամ ուրիշ հրամանատարության, որ այդ գործը ինքը միայնակ անի։ Իհարկե ոչ թե մենակ գնա անի, միայնակ անի։ Հաշվի առնելով երևի թե որ ընկեր չտանի հետը, կարող է ինչ-որ տարածքից դուրս գալու խնդիր լինի, մենակ լինի էլի։ Սրանով հենց ասվում է, որ ինքը ընկերասեր է, ինքը հարգող է իրան հետի զինծառայողին։ Շատ ուժեղ զինվորական էր, շատ հայրենասեր։ Ինքը հլային պուճուր ժամանակներից էլ մեր ծառայողների հետ ուզում էր մի շփվի ու շփվում էր ընդե։ Շատ խելացի, շատ կազմակերպված, թե հայրենիքի նկատմամբ, թե ընտանիքի, ինքին պուճուր ընկերներից է էլի։ Համ պուճուր ընկեր, համ կարելի է եւ ասեց պուճուր աղբեր։ Շատ հրաշալի մարդ, հարգված։ Ես իրան պուճուր ժամանակից էլ որ հիշում եմ դպրոցական տարիներում, միշտ շնորհքով կազմակերպված, պապին, տատին լսամ, օգնամ, ամեն ինչով։ Իրան ես գիտես ծառայողական բացի իր ասենք խնդիրներ կատարելը, իր հոգին, գիտես ես կարամ ասենք նմանացնեմ խոսքի Գևորգ Չաուշի հետ, Մոնթեի հետ, ճիշտ է կարող է իրանք ավելի շատ բան են արել, բայց միտքն եմ ուզում ասեմ, մարդու հոգին այդ ձևի էր։ Մասնակցել է Տավուշյան մարտերին, 16 տարի եղել է թշնամու ահու սարսափը, ասում են, մեկ փամփուշտով խոցել է 2 թիրախ։ Մի առիթ է եղել զարմացել եմ, որովհետև ես 25 տարվա զինվորական եմ, իմ կարի բանի ընթացքում ծառայում, ես չեմ լսել այտենց, որ այդ տարածքի վրա կարա, ասենք դիպուկահարը, անկախ նրան ինչ զենք է իր ձեռը, դիպուկահարը այդ խնդիրը կատարի։ Շատ երկար, ասենք մի 2-2.5 կիլոմետր հեռավորության վրա կարացել է ինքը իրան խնդիրը կատարի։ Ամենքի կողքին կանած, ինչքան դժվարություն եղել է, ինքը եղել է, ինչքան
այն ռիսկովի, որ ասենք պետք է այդ գործողությունները հենզել է եղել։ Ինքը միշտ առաջին շարքում է եղել։ Դե պատահական չի լեգենդար դիպուկահար անունը, որ ստացել է արդեն պարզավոր ինչ փառք իրաց ու իրան նման մնացած տարած։ Հենզելը շրջապատի մեջ, անծանոթ շրջապատի մեջ, ասում է կանգնած խոսում են, ասում է մեկ էլ տենամ իմ մասին են պատմում։ Պատմում են, որ սենց մի հատ սնայպերից տղա կա, մի փամփշտով երկու թշնամի աղբել, ասում է սենց լուր լսեցի, ասեցի տենամ հլել ինչեր են ասում, ասում է սենց գովացին, պատմեցին, պրծան, վերջում ասում է, ասեցի տղեկ պրծակ, ասեցին հա, խի, ասում է, ասեցի այդ տղեն ես եմ։ Ու տենց անդադ որ առիթ էր լինում, ասում էր, որ իմ մասին լեգենդներ են պատմում ու չգիտեն, որ այդ մարդը ես եմ։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին Հենզելը գտնվել է արձակուրդում։ 10 օր անց սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նա չէր կարող մնալ տանը, անմիջապես միանում է մարտական գործողություններին։ Պատերազմի օրը ինքս տեղ էր, երկու շաբաթով արձակուրդ էր եկել էր խաղողահավաքին։ Այդ օրը դե հանկարծ, ինչպես որ բոլորը հանկարծ իմացանք։ Զանգեցի, ասեց գիտեմ, արդեն զանգել են ինձ, այսը հավաքվում եմ շուտ գամ։ Խառնված էր, շատ խառներ, ինքը միշտ էլ այդ 16 տարի ծառայության մեջ, ինքը երբ որ սահմանին չի եղել, ավելի խառն է եղել, քան հենց այդ կրակի կետում։ Ինքը երբ որ խրամատի մեջ էր, միշտ ասում էր, ես ընդեղ ավելի ապահով եմ, գիտեմ ինչ է կատարվում, քան ստեղ շատ խառն էր, այդ օրը շատ մինչև որ գնաց իրիկունը հասել է իր զորամաս, նոր ընդեղից արդեն հանգիստ էր խոսում։ Դրանից հետո թե երբ են գնացել Ղարաբաղ, ես տեղյակ չեմ։ Ես ինչքան ամեն օր խոսացել է, որ հարցրել եմ ոնց եք, որտեղ ես, ասել է իմ տեղն եմ։ Մենք չենք էլ կարա հեռախոսով ասենք ավել բան խոսանք, բայց ձայնի տոնայնությունից, իր խոսալու բառերից ես արդեն հասկանում էի որտեղ է կամ իր տված հարցերից, անդադ ասում էր ինչ կա այդտեղ, ինչ են ասում։ Արդեն որ ինչ են ասում, հասկանում եմ, որ ինքը ստեղ չի, որ հարցնում է ինչ են ասում։ Բայց որ ընդեղա հենց Ջաբրայելը այդ չեմ իմացել, ես միջև վերջել չեմ իմացել։ Վերջին անգամ իրան տեսել եմ 20 թվին, այդ Ջաբրայելը, Մեխակավան գյուղը, իրան կավտով անցնելուց վերվի ծոպարջան բարև ու այդ всё այդ աղել, վերջի հանդիպում։ Ու տայի մեջ մնացել է որպես հիշողություն։ Հոկտեմբերի 5-ին ջրականում Հենզել Բաղդասարյանն ընկավ հերոսաբար, մինչև վերջին շունչը պաշտպանելով հայրենի հողը։ Նրա մարմինը գտնվեց միայն 5 ամիս անց։ Հոկտեմբերի 4-ի առավոտ շուտ միշտ ցերեկներ զանգում, օրվա մեջ մի անգամ, երկու անգամ, անդադ հարցնում էր երեխեքը ոնց են, տղերքիներ ուզում անընդհատ ասում էր տուր հետները խոսամ։ Գիտի որ տղերքը շատ ակտիվ են, շատ չար են, անընդհատ սաստում էր ընդեղից, որ խելոք մնացեք, մամային մի ջղայնացրեք, ձեր դասերը, ձեր դպրոցը հանկարծ դասից չբացակայեք։ Այդ ընթացքում մի օր խոսած ու շատ ուշ զանգեց այդ օրը։ Այնքան անհանգիստ էի, որ զանգեց, ասի վերցրի ու ասացի, այսքան վաղ չի չես զանգում։ Ասաց ինչ ա եղել, հանգիստ եղի, ես ասել եմ, երբ դու չզանգես, ես քեզ կզանգեմ։ Ու ամսի 4-ի առավոտը, որ շատ շուտ զանգեց, ժամը 9-ին 5 էր պակաս։ Ասեց ինչ եք անում, ասեցի կոֆե եմ խմում։ Իրար հետ կխմենք, շատ ժամանակ հեռախոսով էինք իրար հետ սուրճ խմում կամ մնացած ինչ որ տանը չէր հեռախոսով։ Այդ օրն էլ հարցրեց ինչ եք անում, որ ասեցի սուրճ եմ խմում, մի տեսակ եղավ, զգացի որ երևի իրանց մոտ այդ պահին չկար, ինքն էլ շատ սուրճ սիրող էր։ Շատ ուրախ էր այդ օրը, շատ լավ տրամադրություն ուներ, այդ ընթացքում ոչ մի անգամ մտենց չէր խոսացել։
երևի ամսի 27-ից մինչև ամսի 4-ը ինքը ոչ մի օր այդ տոնայնությամբ տենց ուրախ չէր խոսացել։ Երեխեքի հետ էլի վերցրեց խոսած, հետո վերջում ասեց դուր Սոսեի հետ էլ խոսամ, Սոսեն այդ պահին չուզեց, նոր էր քնից արթնացել, չուզեց խոսի։ Անջատեց, ասեց դե լավ, էլի կզանգեմ, ես կարող անհասանելի լինեմ, չանհանգստանաք, ես կզանգեմ։ Հենց անջատեց Սոսեն, ասեց ուզում եմ խոսամ։ Նորից վերցրի, որ զանգեմ, տեսա արդեն անհասանելի է։ Նամակ գրեցի, ասեցի Սոսեն ուզում է հետդ խոսա, հենց միացնես կզանգես։ Այդ ա եղել վերջի խոսակցությունը, տենց էլ դե էլ չի զանգել, էլ չգիտեմ էլ նամակը տեսել է, չի տեսել։ Ոնց ինքը եղել է, ոնց ապրել է, ոնց մարդկանց հետ շփվել է, ոնց տեսել են ուրիշները իրան, ինչ շփում եղել է, կուզեմ այդ նույն ձև հիշեն։ Շատ կատակասեր, շատ, ասենք, հետո տարբեր տարիքի մարդկանց հետ ինքը շփվել է իմացել։ Ընկերներ ունի իրանից 15-16 տարի փոքր, ունի նաև շատ մեծ։ Բոլորի հետ կարողացել ընդհանուր եզրեր գտնի շփման, ու շատ բարեկամասեր, բոլորի հետ շփվել է։ Բոլորի հետ ինքը իր կապը պահել է շատ։ Այդ մենք որ գալիս էինք, ասենք մի օր երկու օրով ինքը հասցնում էր բոլորին տեսնի, բոլորի հետ շփվի, էներգիա ստանա, էներգիա տա։ Կարող է գյուղում մարդիկ այդքան շուշուտ չշփվեն, ինչքան որ ինքն էր կապը պահում բոլորի հետ։ Տենց որ մեկ-մեկ բարսանում էինք, տենց դե շփվում էինք, խոսում էինք, բան, մեկ էլ չէր ուզում, էլի որ քնայինք։ Հայր դա անընդհատ ուզում էր իրա մոտ լինենք, չարազնանանք իրանի։ Տենց ուզում ենք իջնենք մեր տուն, ասում էր մի գնացեք, մնացեք էլ ինչ անեմ։ Ես ամեն օր խոսում եմ ինքս իմ հետ, նկարի հետ, շատ հարցեր ունեմ տալու, որ անընդհատ մենք ամեն ինչ իրար հետ քննարկել ենք, ամեն ինչը, թեկուզ տանը չի եղել, բայց հեռախոսով ես իրանց կարծիք եմ հարցրել, ինքը ինձ է ասել, ես ինչ բան անենք, սենց անենք, ու հիմա իրա նման ոչ մեկ չի կարող ինձ խորհուրդ տա։ Դրա այդ պակասը շատ կա, անընդհատ ես ինձ հարցնում եմ, այս հարցին ինչ կասեր, ոնց կպատասխաներ, ինչը որ կասկածում եմ շատ կուզեի, որ լսեմ էլի իրանից այդ պատասխանները։ Չկա շրջապատում այն ձևի մարդ, որ կարա իրա նման խորհուրդ տա։